Հսկա այս պաստառի մի մասն արդեն քաղաքապետարանի աշխատակիցները հեռացրել են եւ շարունակում են աշխատանքները։ Պաստառը փակցված է հենց Տաշիր առևտրի կենտրոնի դիմաց, այն 3 հարկ բարձրություն ունի։ Տաշիր առևտրի կենտրոնի ներկայացուցիչների հետ ենք քիչ առաջ խոսում, նրանք քաղաքապետարանի որոշումը ապօրինի են համարում, իսկ քաղաքապետարանը պնդում է, որ սա գովազդ է եւ հղում են անում Երևանի ավականու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N37 որոշմանը, խոսքը գովազդի տեղաբաշխման մասին է, որը պատվիրակված է վարչական շրջանների ղեկավարներին եւ նրանց թույլտվությամբ է միայն հնարավոր ըստ այդ որոշման նման, այսինքն գովազդային պաստառներ տեղադրելու, չնայած ընկերության ներկայացուցիչները սա գովազդային չեն համարում, գովազդային պաստառ չեն համարում, քաղաքապետարանը այնուհանդերձ այն գովազդային է համարում եւ որոշել է հեռացնել տարածքից։ Քիչ առաջ ես խոսում էի ընկերության ներկայացուցչի հետ, փաստաբանն ասաց, որ վիճարկելու են քաղաքապետարանի որոշումը, այն ապօրինի են համարում, նրանք անգամ ոստիկաններին են հրավիրել տարածք, որպեսզի հեռացնեն քաղաքապետարանի աշխատակիցներին տարածքից իրենց սեփական տարածքից, սակայն ոստիկանները որևէ քայլ չեն ձեռնարկել, այդ թվում ընկերության ներկայացուցիչները ոստիկանների քայլն էին ապօրինի որակում։ Տեսեք, այստեղ իրականացվել է իրազեկման ակցիա, տեղադրվել է Սամվել Կարապետյանի լուսանկարը եւ Ազատություն Սամվել Կարապետյանի գրառում ընդամենը։ Սա գովազդի մասին օրենքի շրջանակներում այնտեղ սահմանված գովազդի սահմանների շրջանակներում սա չի հանդիսանում գովազդ։ Սա իրազեկման ակցիա է։ Հետևաբար քաղաքապետարանի այն դիրքորոշումը, որ առաջնորդվում են գովազդի հետ կապված ավականու 37-ն որոշմամբ, այստեղ կիրառելի չի։ Այսինքն պետք է թույլտվություն ունենայիք վարչական շրջանի ղեկավարից նոր տեղադրեիք, հա? Պնդումը դա է։ Պնդումը դա է, որ սա գովազդ է հանդիսանում եւ գովազդի մասով պետք է թույլտվություն ունենալ։ Նշում ենք, որ սա գովազդ չի հանդիսանում, հետեւաբար այստեղ 37-ն որոշումը ավական ընդհանրապես կիրառելի չի։ Անպաշտպան ապօրինի է գործող իրականացվող գործողությունները, ավելին ամենակարևորագույն շեշտադրումը, հենց հիմա տեսնում եք, որ տրանսպորտային միջոցը նախ բարձրացել է հետիոտնի համար նախատեսած վայր, երկրորդ մուտք է գործել մեր սեփականության իրավունքով պատկանող տարածք, այսինքն այս հատվածը, որտեղ մենք գտնում ենք, սեփականության իրավունքով պատկանող տարածք է։ Եվ մի քանի անգամ պահանջել ենք այնտեղ դուրս գալ, անգամ տեխնիկան չմտցնել, քաղաքապետարանի աշխատակիցները հրաժարվել են տեխնիկան դուրս բերել ու դուրս գալ տարածքից, դիմել ենք ոստիկանության ներկայացուցիչներին, որպեսզի կառավարության որոշմամբ սահմանված կարգով խոչընդոտներ ներխուժումը վերացնեն, այսպեսի ընթացակարգ կա, երբ որ ինչ-որ մեկը գալիս մտնում է քո տարածք, դու իրավունք ունես դիմես ոստիկանությունը, որպեսզի ոստիկանությունը գա այդ մարդկանց հանի այդ տարածքից կամ եթե ինչ-որ բան է տեղադրել, այդ տեղադրած իրը հանի այդտեղից։ Հիմա ոստիկանությանը դիմեցինք, ոստիկանությունը գործողություններ չձեռնարկեց, նշելով, որ սա չի հանդիսանում ներխուժում, նաև հողում արեցին, որ հարակից այս տարածքը ամբողջությամբ սահմանազատված չի, դրա համար մենք սա չենք դիտարկում ներխուժում, կապ չունի, որ ձեր սեփականության իրավունքով պատկանող տարածք է մտել, այնինչ մի քանի րոպե անց ոստիկանության աշխատակիցները խնդրում են այդ ցանկապատված հատվածից, որտեղից որ տրանսպորտային միջոցը պետք է մտներ, խնդրում են այդտեղ արգելափակոցը բացել, որպեսզի տրանսպորտային միջոց մտնի, այդ դեպքում նշում եմ, եթե արգելափակոցներով սահմանազատված չի, ինչու եք խնդրում, որ մենք թույլ տանք ճանապարհով մտնեն ներս, ոստիկանության աշխատակիցները որևէ բան չկարողացան պատասխանել, ոստիկանության աշխատակիցների գործողությունները եւս ապօրինի են, քանի որ չեն միջամտում ներխուժման վերացմանը։